Պարոն Ղևոնդյան, քանի որ մոտենում են 2026 թվականի ընտրությունները, քաղաքական դաշտում տարբեր դասավորվածություններ են տեղի ունենում։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ հայտարարեց, որ Գյումրու սցենարը շատ լավ տարբերակ կլինի իրագործելու համար։ Սամվել Կարապետյանն է պատրաստվում քաղաքական ուժ ձևավորել հունվարին, ասում են վարչապետի թեկնածունել բոլորին դուր կգա։ Ինձ հետաքրքիր են ձեր դիտարկումները, թե ինչքանով ձեր կարծիքով այս ընտրությունները կարող են նման լինել Գյումրու ընտրություններին ու ինչքանով ընդդիմությանը կհաջողվի այդ պլանը իրագործել ըստ ձեզ։ Ընտրությունների ընթացքը որոշակի առումով կարող է նման լինել Գյումրու ընտրություններին, բայց արդյունքը չի կարող որևէ դեպքում նման լինել Գյումրու ընտրությունների արդյունքին նախ պայմանավորված նրանով, որ Գյումրին ունի իր սպეციფიკան կապված ռուսական բազայի այնտեղ գտնվելու հետ, հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ համապետական ընտրությունները օրենսդրական տեսակետից եւս էական տարբերություններ ունեն, նշեմ, որ օրինակ 3 կուսակցությունից ավելին կոալիցիա կազմել համադրությունը թույլ չի տալիս, այնպես որ հնարավոր չի լինի կոալիցիա կազմել շատ կուսակցություններով, հնարավոր կլինի օրինակ մի քանի կուսակցությունով ձայները տալ եւ ինչ-որ մեկին վարչապետ ընտրել, բայց դա էլ շատ քիչ հավանական է, չնչին է դրա հավանականությունը ավելի կոնկրետ լինենք, որովհետև ես չեմ տեսնում դաշտում մի քանի կուսակցություն, որոնք կարող են եւ շեմը հաղթահարել եւ միավորվելով միասին 51% կարողանալ ձևավորել, եթե այդտեղ չկա իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ մյուս կողմից էլ հակառակ կողմից էլ եթե դիտարկենք, իսկապես շատ դժվար է լինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 51%-ը հաղթահարել, այնպես որ առավել հավանական է, որ ընտրությունները կլինեն մինչ այժմ դեռևս եթե զուգահեռ անցկացնենք հավանաբար միայն մեկ անգամ պատահած ընտրություններին նման կարող են լինել 1999 թվականի մայիսի 30-ին կայացած ընտրություններին, երբ իշխող կուսակցությունը կարողացավ մեծամասնություն ստանալ, բայց 51%-ը միայն իր ձայներով, միայն այդ համամասնական ընտրակարգի եւ ընդհանրապես ընտրությունների արդյունքում չհաղթահարեց։ Այսինքն երկրորդ փուլի տարբերակով լինեն ընտրությունները։ Հավանաբար շատ հավանական է, որ երկրորդ փուլ կարող է լինել, բայց ոչ միայն երկրորդ փուլ, ներկայիս համադրությունը այս առումով իմ գնահատմամբ ժողովրդավարության այդ խնդիրներ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ որոշակի այլ կարգավորումներ եւս նախատեսում է, կապված օրինակ այլ քաղաքական ուժերի շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի ձայների բաշխվածության հետ, կայուն մեծամասնության դրույթի պահպանման եւ այլն։ Բոնուսային նաև այդ տարբերակով։ Այո, այն տարբերակով, որ կարող է կուսակցությունը զուտ ընտրությունների արդյունքում 51%-ը չհաղթահարել, բայց մոտ լինել եւ այդ այլ փոշիացած ձայների ստացման արդյունքում այնուամենայնիվ 51%-ը հաղթահարել, ինչը որոշակիորեն նույնպես հնարավոր է, բայց ամենահավանականը իմ կարծիքով գոնե այսօրվա դրությամբ, մենք խոսում ենք դեռևս ընտրություններից 7 ամիս առաջ տվյալներով, երկրորդ փուլն է։ Պարոն Ղևոնդյան, իշխանությունը ասում է մենք ընտրությունների գնում ենք խաղաղության օրակարգով եւ փորձելու ենք կյանքի կոչել այն, ինչ օգոստոսի 8-ին պայմանավորվել ենք, ստորագրել ենք, նախաստորագրել ենք Միացյալ Նահանգներում։ Ձեր դիտարկմամբ ինչ են առաջարկում մնացած ուժերը, այդ պրոռուսական ընդդիմությունը հիմնականում նկատի ունեմ, հետևելով օրինակ Քոչարյանի ասուլիսին, օրինակ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին, Սերժ Սարգսյանի հայտարարություններին, Արման Թաթոյանն օրինակ քաղաքական հայտ ներկայացրել։ Կա ձեր կարծիքով ռեալ այլ ընտրան, որը թե չենք ընտրում օրինակ քաղաքացիական պայմանագրի, գոնե ամենակարևոր հարցի շուրջ ընդդիմությունը օրինակ սա է առաջարկում, ինչ է ասում։ Եթե խոսում ենք արմատական ընդդիմության մասին, ապա նրանց մոտեցումը բացարձակապես կապ չունի Միացյալ Նահանգների առաջարկի հետ, կապ չունի այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում, նրանք առաջարկում են փոխել ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ոչ միայն զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության գոյության տրամաբանությունը, մասնավորապես օրինակ դառնալ Ռուսաստանի բևեռի մաս եւ աշխարհի հետ հարաբերվել որպես Ռուսաստանի բևեռի մաս, ինչպես եղել է մինչեւ 2018 թվականը, մինչեւ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ Տեսեք, խնդիրը այն չէ, թե այդ ուժերը իշխանության գալով ինչպիսի դիրքորոշում կունենան Տրամպի ուղու նկատմամբ, ինչպիսի դիրքորոշում կունենան Հայաստան-Ադրբեջան տարբեր քեյսերի նկատմամբ, բանակցությունների քեյսերի նկատմամբ, ինչպիսի դիրքորոշում կունենան նոր ձևավորված ստատուս քվոյի նկատմամբ։ Գլխավոր հարցն այն է, որ եթե այդ ուժերը գալիս են իշխանության, ապա որոշումների կայացումը Երևանից տեղափոխվում է հետ Մոսկվա։ Ինչու հետ, որովհետև ինչ որ ժամանակ առաջ այն Մոսկվայից վերադարձվեց Երևան։
Իսկ այդտեղ արդեն բոլորին նշած հարցերի շուրջ ինչպիսի դիրքորոշում կունենա Մոսկվան, դրան համարժեք էլ կգործեն այդ մարդիկ, ովքեր Հայաստանում փաստացի կլինեն ոչ թե Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, այլ Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչ։ Օրինակ, երբ Նարեկը Կարապետյան նշում է, մենք նախկինների հետ չենք համագործակցելու, բայց չենք բացառում անհատների հետ համագործակցությունը նախկին համակարգից, ձեր կարծիքով դրանք տարբեր բաներ են, իսկապես, եթե օրինակ մենք մի համակարգ մերժում ենք, օրինակ Ռոբերտ Քոչարյանի մերժում ենք, բայց Լևոն Քոչարյանի հետ կարող ենք համագործակցել։ Ես հասկանում եմ, դուք ինչ եք ակնարկում, այստեղ հարցը այլ է, քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիր դաշտում այս պահին կատաղի պայքար է ընթանում դիրքավորման համար, տեսեք, ինչու է օրինակ Սերժ Սարգսյանի հավատարիմ գործընկերներից մեկը Թաթոյանը առանձին կուսակցությունով մասնակցում ընտրություններին, Վանեցյանը գուցե առանձին Սամվել Բաբյանի հետ միասին, բայց Սերժ Սարգսյանից անկախ կմասնակցեն ընտրություններին։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, Հանրապետականը գուցե հենց որպես կուսակցություն ամենայն հավանականությամբ ոչ որպես դաշինք, որովհետև դաշինքը նոր ընտրակարգի պայմաններում ձեռնտու չի լինելու, բայց կմասնակցի եւ մեծ է հավանականությունը, որ այն կգլխավորի Դավիթ Համբարձումյանը։ Ինչու են նրանք այսպես տարբեր թևերով մասնակցում եւ օրինակ չեն համախմբվում մեկ կուսակցության շրջանակներում, որովհետև այստեղ պայքարը միայն շեմը հաղթահարելու կամ Հայաստանի իշխանությունների ցնահավորինս մոտ ձայներ տանելու մեջ չէ, այստեղ պայքարը նաև ընդդիմադիր դաշտում մեկը մյուսի նկատմամբ առավելություն ունենալու մեջ է։ Նույնը անում է օրինակ Ռոբերտ Քոչարյանը, տեսեք, արդեն ոչ մեկ անգամ նա հայտարարեց, թե ընդդիմադիր դաշտում գլխավոր երկու թևերը ինքն է եւ Սամվել Կարապետյանը իրենց ուժերի հետ համապատասխանաբար։ Ակնհայտորեն սա միտում ունի լուսանցքում թողնել մյուս ընդդիմադիր ուժերին, առաջին հերթին եւ գլխավորապես Սերժ Սարգսյանին եւ նրա արբանյակ ուժերին, որոնց մասին արդեն ասացինք։ Իսկ ձեր կարծիքով այդ հակասությունը կամ այդ պայքարն աստիճան խորն է, որ օրինակ երբ հնարավորություն լինի, իսկապես մի այսպիսի խոսույթ ունեն բոլորը, որ մեր խնդիրը քաղաքացիական պայմանագիրը, որ մեծամասնություն չունենա, վարչապետ չձևավորի, այսինքն երբ եթե հանկարծ հերթը հասնի դրան, այդ հակասությունները, այդ պայքարը այդքան խորը կլինեն, թե ի վերջո սրանք նույն համակարգն են։ Տեսեք, պայքարը փոխբացառող չէ, պայքարը նրա համար չէ, որպեսզի նրանք լինեն, մյուսները չլինեն։ Պայքարը նրա համար է, որպեսզի այդ կողմերից որևէ մեկը ունենա ավելին, քան մյուս կողմը։ Ինչու՞, որովհետև ձեր ասած զարգացման պայմաններում որ կողմը որ ավելին ունենա, մյուսները պետք է համախմբվեն իր շուրջ, ինչպես եղավ Գյումրիում։ Տեսեք, Գյումրիում Վարդան Ղուկասյանը տարավ ամենաշատ ձայները կոմունիստական կուսակցության ղեկավար որպես գլխավորող, եւ մյուս քաղաքական ուժերը, թեև այնտեղ կար Մարտուն Գրիգորյան, ով ուներ անհաղթահարելի խնդիրներ Վարդան Ղուկասյանի, այնուամենայնիվ իր շուրջը հավաքվեցին եւ առաջադրվեց հենց Վարդան Ղուկասյանի տեխնատությունը։ Նույն տրամաբանությունը գործում է այստեղ։ Պայքար է գնում ընդդիմադիրների շարքում առաջինը լինելու համար։ Հետագայում, երբ արդեն այդ պայքարը ավարտված կլինի, որովհետև ակնհայտորեն հունիսի 8-ին այս պայքարը ընդդիմադիր դաշտում ավարտված կլինի, ինչ որ ուրեմն կոնյունկտուրա ձևավորված կլինի, որտեղ կլինի ինչ-որ մի քաղաքական ուժ, ընդդիմադիր քաղաքական ուժ, որը տարած կլինի ամենաշատ ձայները, եւ կլինեն այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք ավելի քիչ ձայներ տարած կլինեն։ Եվ հենց որ այս պայքարը ավարտված լինի, դրանից հետո լինի խնդիր իշխանությունների դեմ, մյուս բոլոր ուժերը կմիավորվեն այս առաջին դիրքում հայտնված ուժի հետ։ Անձերից ձեր կարծիքով ընդդիմության ներսում ինչ-որ բան կախված է, թե ոչ, դուք Դավիթ Համբարձումյանի անուն օրինակ նշեցիք, մենք չգիտենք օրինակ Քոչարյանը ում դեմքով կմասնակցի, ինչ-որ հարցումների մասին էր խոսում սոցիոլոգիականով բարձր վարկանիշ կունենա, մենք չգիտենք օրինակ ով կլինի այդ մեր ձևովի տեխնացուն, օրինակ Սամվել Կարապետյանը չի կարող, Նարեկ Կարապետյանը փոքր, չգիտեմ, նոր է քաղաքականության մեջ դժվար թե իրեն առաջադրեն, ուզում հասկանալ անձերից ինչ-որ բան կախված կլինի։ Անձերից կախված է իրենց բերած կապիտալը, սա եթե մենք չդիտարկենք առաջին համարի մակարդակում եւ ակնհայտ է, որ եթե ձևավորվում է ցուցակում մարդիկ իրենց տեղը գրավում են համաձայն իրենց կողմից հավանաբար կամ հնարավոր բերվող կապիտալի։ Եթե խոսում ենք առաջին դեմքերի մասին, ապա այստեղ տրամաբանությունը մի փոքր այլ է։ Հիմնականում առաջին դեմք ընտրում են այն մարդկանց, ովքեր հնարավորինս ավելի մեծ հաջողության են հասել
այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանության մեջ, որ իրենց ընտրողներին առաջարկում են ընտրությունները գալ եւ իրենց ընտրել։ Ավելի հասկանալի երևի ես փորձեմ բացատրել, տեսեք, ինչու Դավիթ Համբարձումյանը, որովհետեւ Դավիթ Համբարձումյանը Սերժ Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի հետևորդների ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաեւ ժողովրդի այն հատվածի աչքում, ովքեր որ Սերժ Սարգսյան քաղաքական գործին գնահատում են եւ ցանկանում են, որպեսզի նրանք հաջողությունների հասնեն, Դավիթ Համբարձումյանը մարդ է, ով հաղթել է այս իշխանություններին, տեսեք, նա Մասիսի քաղաքապետն է, եղել են նորից ընտրություններ, նորից է ինքը ընտրվել, ԿՊ-ի տեխնացուն չի կարողացել այդտեղ հաղթել իրեն եւ այլն, եւ փաստացի Դավիթ Համբարձումյանը կարող է ներկայացվել որպես, տեսեք, այս իշխանությանը մեկ անգամ մեկ տեղում հաղթած մարդ։ Նույն տրամաբանությունը գործում է նաեւ այլ քաղաքական ուժերի դեպքում, կարծում եմ շատ հավանական է, որ նման տրամաբանություն կգործի նաեւ Սամվել Կարապետյանի ուժի դեպքում, կբրեն այնպիսի մարդ, ով ինչ որ հաջողության, ինչ որ մի տեղում հասել է, գուցե ոչ ուղղակի ԿՊ-ի նկատմամբ, բայց իր աշխատանքում, իր գործունեության մեջ եւ ընդդիմադիր հայացքներ ունի, տեսեք, նման անձ կարող է լինել օրինակ նույն Վարդան Ղուկասյանը, ում կարելի է ներկայացնել, որ տեսեք Գյումրիում նա կարողացավ հաղթել, եկեք մենք համապետական ընտրությունները բերենք, այնտեղ էլ նա կարողանա հաղթել, թե ոչ չեմ բացառում, որ այլ տեխնացու կարող է ընտրել։ Իսկ Քոչարյանի պարագայում, օրինակ եթե ինքը չլինի, Քոչյանը չլինի, իր որդին լինի, սա նույն օրինակը։ Ես կարծում եմ վերջին հարցազրույցից արդեն կարելի է եզրակացնել, որ այնուամենայնիվ ինքն է լինելու։ Նա ասաց, որ ըստ հարցումների կարծես թե իր լինելը ավելի մեծ շանսեր է ապահովում իրենց համար, ավելի շատ ձայներ տանելու, քան այլ տեխնացուի լինելը։ Հետո այստեղ կա մի շատ կարևոր հարց, տեսեք, մենք ասացինք, որ Քոչյանը փորձում է լուսանց գծել եւ մյուս ուժերին դուրս թողնել, որպեսզի լուսանցքի մի կողմ լինեն ինքը եւ Սամվել Կարապետյանը, չեմ կարծում, որ Քոչյանից բացի այդ թվում կա նման ներուժ ունեցող կամ նման ռեսուրսներ ունեցող այլ քաղաքական գործիչ, որ կարող է այս խաղը խաղալ եւ տանել հասցնել մինչեւ վերջ, այնպես որ մեծ հավանականությամբ իմ կարծիքով Ռոբերտ Քոչյանը անձամբ կգլխավորի այդ քաղաքական ուժը, այն կուսակցությունը, որը կմասնակցի ընտրություններին, մեծ հավանականությամբ Ռոբերտ Քոչյանը եւ Սամվել Կարապետյանը կխաղան նույն դաշտում եւ մեկը մյուսին չեն հարվածի եւ կփորձեն այնպես անել, որպեսզի իրենց ձայները մեկը մյուսի հաշվին չլինեն, թեև Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի գործողությունները այնուամենայնիվ ենթադրել են տալիս, որ որոշակիորեն նրանք մտնում են Քոչյանի դաշտ եւ փորձում են տանել ձայներ նաեւ այդ դաշտից։ Իսկ ով է Ռուսաստանի նախընտրած տեխնացուն, որովհետև ոչ հաստատված այցի եղավ Ռուսաստան Քոչյանի կողմից Կիրենկոյի հետ հանդիպում, որը կուրացիա է անում մեր տարածաշրջանը նաեւ Սամվել Կարապետյանի կապերը հաշվի առնենք Ռուսաստանում, կապիտալը, որ ունի այնտեղ, մի քանի թևով է խաղում Ռուսաստանը, թե վերջում ինչ որ մեկի վրա կլինի խաղը։ Երկու տեսանկյունից պետք է այս հարցը դիտարկենք, ուղղակի այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել ամբողջ խորությամբ։ Նախ Ռուսաստան ասելով, Ռուսաստանը դա համասեռ չէ, Ռուսաստանը բազմաթիվ շերտեր ունի եւ շերտեր կան, որոնք նույնիսկ մեկը մյուսի նկատմամբ անհաղթահարելի խնդիրներ ունեն եւ այս շերտերից տարբեր շերտերի տեխնացուն կարող է Հայաստանում տարբեր քաղաքական ուժ լինել եւ բնականաբար նրանք իրենց ռեսուրսներով ամենը իր քաղաքական ուժին օգնում են, բայց կա նաեւ Կրեմլի գործոնը եւ կոնկրետ Կրեմլի համար այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե ով կկարողանա Հայաստանում մեծ հաջողության հասնել, միայն թե իրենց թևից լինի եւ իրենք կարողանան որոշակի կառավարության մակարդակում պահել այդ քաղաքական ուժին, այնպես որ այս երկու մոտեցումները համադրելով պետք է հասկանանք, որ այն պայքարը, որի մասին մենք ասացինք ընդդիմադիր դաշտում, ոչ միայն այդ առաջին տեղի համար է ընդդիմության շարքերում, այլ նաեւ այդ Ռուսաստանից աջակցությունը ստանալու, ավելի մեծ աջակցություն ստանալու համար Ռոբերտ Քոչյանն էլ այդ պայքարի մասերից մեկն է եւ այստեղ չկա այլ տարբերակ, նա ստիպված է կամ համագործակցել կամ պայքարել Սամվել Կարապետյանի դեմ, ի վերջո Սամվել Կարապետյանի ժողովուրդը կասեր փողերը, բայց ես նշեմ բոլոր ռեսուրսներն էլ, այնպես չէ որ դրանք հենց Սամվել Կարապետյանի ռեսուրսներն են, դրանք Ռուսաստանի ռեսուրսներն են եւ Ռուսաստանը եթե անկարծ ինչ-որ պահի չցանկանա այդ ռեսուրսներից Սամվել Կարապետյանը կզերկվի։ Ռոբերտ Քոչյանը շատ լավ գիտի դա, բայց նաեւ շատ լավ գիտի, որ եթե Սամվել Կարապետյանը եկել է Հայաստան, նման գործընթաց է իրականացնում, ուրեմն Կրեմլում գիտեն դրա մասին եւ դրան դեմ չեն առնվազն, այնպես որ կարելի ասել, որ Ռուսաստանի առաջարկները Ռուսաստանից օգտվելու հնարավորությունները նույնպես բազմաբնույթ են եւ Հայաստանում շատերը կան, ովքեր նրանց շատ լավ կարողանում են օգտվել։
Ինչու է ընդդիմությունը այդքան վախենում մոլդովական սցենարից, անընդհատ խոսում են, որ իշխանությունները ի վերջո գնալու են Մոլդովայի տարբերակով, Մոլդովայի սցենարով, ինչն է անհանգստացնում։ Առաջին հերթին, եթե Մոլդովայի սցենարը իրականություն դառնա, ընդդիմությունը կկորցնի այն հնարավորությունները, որոնք ունի ընտրություններից անկախ։ Դրանք առաջին հերթին գլխավորապես Ռուսաստանից եկող ռեսուրսներն են, որոնցից լայնորեն օգտվում են ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ՝ փող, ճանաչելիություն, մեդիա հասանելիություն, կապեր եւ այլն, բազմաթիվ ռեսուրսներ, որոնցից նրանք օգտվում են, իսկ Մոլդովայի սցենարի դեպքում ուղղակի անպետք կլինեն իրենք Ռուսաստանի համար։ Ռուսաստանը այլևս ոչինչ չի ծախսի իրենց վրա։ Այնպես որ սա առաջին եւ գլխավոր հերթին անձնական անհանգստություն է, անձնական շահ կորցնել է։ Մյուս կողմից, եթե Մոլդովայի սցենարով ընթանա, ապա այն քաղաքական ուժերը հատկապես, որոնք ընդամենը հույս ունեն շեմը հաղթարել եւ այսպիսով կարողանալ իրենց մասին ավելի բարձր ամբիոններում հնչեցնել, կարողանալ ինչ-որ հարցում ինչ-որ բան փախցնել, այդ քաղաքական ուժերը ընդհանրապես դրա հնարավորությունից կզրկվեն։ Խոսքը օրինակ, չգիտեմ, Թաթոյանի, Մայր Հայաստան կուսակցության, այո, Անդրանիկ Թևանյանի, Ռուսաստանում գեներալ ունենք Արշակ Կարապետյան, Միհրան Պողոսյանի եւ այլն նմանատիպ քաղաքական ուժերի մասին է, որոնց հիմնական նպատակը եւ հիմնական շահը անկախ այդ գլոբալ խաղից հնարավորինս մոտենալ, եթե հնարավոր է անցնել շեմը եւ դրանից հետո վաճառել իրենց այդ հաջողությունը հնարավորինս ավելի թանկ, նրանք դրանից կզրկվեն եւ դրա համար այդ միջին օղակում, այսպես ասենք, արմատական ընդդիմադիրների միջին օղակում շատ լուրջ անհանգստություն կա, որ կարող է իրենց այդ ամբողջ հաշվարկները, այդ ամբողջ սպասումները ջուրը գցել։ Իսկ իշխանությունը կգնա օրինակ այդ տարբերակով մի քիչ ավելի արմատական օրինակ միջոցների դիմելով ընտրություններից առաջ, թե օրինակ այդ մարդիկ կարող են ազատ մասնակցել ընտրությունների, բարեգործություններ անել ընտրություններից առաջ, խոստումներ տան տարբեր սոցիալական ծրագրերի, դրանով գրավել մարդկանց ու վերջում ինչ որ անհասկանալի հարց։ Քիչ հավանական եմ համարում, որ իշխանությունները Մոլդովայի սցենարով այնուամենայնիվ կգնան, ճիշտ կլիներ իհարկե այդ հարցը տալ իշխանություններին, բայց եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, Հայաստանի իշխանությունների դիրքավորումը ընդհանրապես համաշխարհային քաղաքական միջազգային հարաբերությունների դաշտում նույնպես մի փոքր այլ է, այնպես որ իմ կարծիքով ընտրություններին կարողանան մասնակցել բոլորը, այլ է հարցը, որ այդ մասնակցությունը իր հերթին բերելու է խնդիրներ, որովհետև մեծ քանակի քաղաքական ուժերի մասնակցությունը նշանակում է ավելի շատ փոշիացած ձայներ, ժողովրդավարության իրացման մի փոքր ավելի ցածր տոկոս եւ իր հերթին որպես հետևանք լեգիտիմության մի փոքր ավելի ցածր ցուցանիշ։ Ուզում հարցնել նաև օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը, որ մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգներում, նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, օրինակ ինչ հեռանկար կարող է լինել, եթե պրոռուսական ընդդիմությունը գա հանկարծ իշխանության, Երեք Հայաստան խմբակցության պատգամավորից մեկին է լսում, ասում էր, որ մենք ոչ թե կչեղարկենք այդ փաստաթուղթը, այլ այնտեղ հայանպաստ կետեր կավելացնենք, օրինակ ինչի պետք է Թրամփը համաձայնի փոփոխել այդ փաստաթուղթը, ինչ է սպասվում։ Պատգամավորը հղում էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, իսկ ասուլիսում այդ հարցի պատասխանը ուղիղ կերպով տրվեց։ Ինչ ասաց Ռոբերտ Քոչարյանը, ասաց մենք կառաջարկենք, որպեսզի Թրամփի ուղին լինի ոչ թե Հայաստանի տարածքում, այլ ձգվի մինչև երաս Նախիջևանով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ կլինի, չի համաձայնի եւ ակնհայտ է, որ դրանից հետո ուղղակի այդ համաձայնությունները կչեղարկվեն։ Իսկ չնշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը այդպես խորամանկորեն իր կարծիքով խորամանկորեն իհարկե ցանկացած բանական մարդ հասկանում է, թե նա ինչ է ցանկանում անել, բայց քանի որ ինքը այդ արժե համակարգի կարող է, իրեն թվում է, թե դա շատ լուրջ խորամանկություն կլինի եւ ոչ ոք դա չի հասկանա, դրա արդյունքում էլ մենք տեսանք, թե Հայաստանը ինչ օրերն է հասցրել, խորամանկորեն, ինչպես ասացի, փորձելու է այդ համաձայնությունները տապալել, ինչը նորից ոչ թե Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունն է, ոչ թե Հայաստանի քաղաքական դիրքորոշումը կլինի, այլ ընդհանրապես կլինի այն, որ որոշումների կայացումները կգնա Մոսկվա, իսկ Մոսկվայում ակնհայտորեն չեն ցանկանում, որպեսզի այդ համաձայնությունները իրականություն դառնան։ Դուք կարծում եք հավանական է, որ օրինակ միջև ընտրությունները ստորագրվի պայմանագիրը ու դա լրացուցիչ դիվիդենդ տա իշխանությանը։ Միայն մեկ, այսպես ասենք, կարծիք կա, որ միջև ընտրությունները ստորագրվելու է խաղաղության համաձայնագիրը, դա Թուրքիայի
Նախարարություն գործերի նախարար Ֆիդանի հայտարարությունն է, գուցե նա ինչ-որ տեղեկություն ունի, ամեն դեպքում իմ տվյալներով Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը նման տեղեկություն չունի, որ Ադրբեջանը պատրաստվում է մինչև ընտրություններ ստորագրել։ Եթե դա իրականություն դառնա, շատ լավ, ես կարծում եմ իրողությունները ավելի բարենպաստ կլինեն Հայաստանի Հանրապետության համար։ Եթե ոչ, ուրեմն կշարժվենք նախապես ենթադրվող օրակարգով։ Այս բայդրությամբ դուք ինչ-որ արտահերձ զարգացումների հնարավորություն տեսնում եք, օրինակ Սամվել Կարապետյանին բաց չթողեն հանրահավաքներ կանենք, իմպիչմենտ կհայտարարենք, չենք նստի սպասենք մինչև 26 թվականը, մեր հարցազրույցի անցկացման ժամկետի տվյալներով դուք արտահերձ զարգացումների հնարավորություն։ Այս պահի դրությամբ ոչ, այն հանրահավաքները, իմպիչմենտները, որոնց մասին խոսում են, նրանք փորձել են անել վերջին 7 տարիների ընթացքում անընդհատ եւ ոչինչ չի ստացվել եւ այսպես ասեմ, եթե չլինեն շատ մեծ կատակլիզմներ, պատերազմներ կամ նման ինչ-որ բան, Աստված չանի, ապա չի էլ ստացվելու, վստահաբար չի ստացվելու որևէ բան անել, բացի ինչ-ինչ դիվիդենտներ հավաքելուց, բացի գուցե իրենց հետևորդներին հերթական անգամ փողոցներում տանջելուց եւ դրանից հետո ինչ-որ բան ստանալուց նրանցից, բացի Ռուսաստանից այդ ռեսուրսների մի փոքր ավելի մեծ քանակ պահանջելուց, ստանալուց կամ օգտագործելուց կամ անձնական հարստացման համար օգտագործելուց։ Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական գործընթացներին, ապա հերթական ընտրությունները առավել հավանական սցենարն է այս պահի դրությամբ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։